Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հուլիսի 1։ Մշտական օգնություն։ Աստված մեզ խոստացել է. քո նեղության ժամին, երբ դու բախվես արկանեղություններին, ես կլինեմ քո մշտական օգնականը։ Խոսք ըստ Սաղմոս 46-րդ գլխի 1-ին խոսքի։ Մշտապես ներկա նշանակում է միշտ այստեղ, միշտ հասանելի, անսահմանափակ հասանելիություն։ Հակիրճ ասած, Տիրոջ մշտական ներկայությունը միշտ մեզ հետ է, և նա ցանկանում է անընդհատ շփվել մեզ հետ։ Նա ուզում է, որ մենք խոսենք նրա հետ, որտեղ էլ որ լինենք, աշխատանքի վայրում, ընտանիքի հետ, ընկերների հետ, նույնիսկ անհավատների հետ։ Ես հրաժարվում եմ ընդունել սատանայի այն սուտը, թե Տերը դադարել է խոսել իր ժողովրդի հետ։ Թշնամին ուզում է, որ մենք մտածենք, թե Աստված թույլ է տվել իրեն աճել իր զորությամբ և ազդեցությամբ, և թե Տերը իր ժողովրդին ավելի շատ իշխանություն չի տվել։ Ոչ, երբեք։ Սուրբ Գիրքն ասում է. երբ որ թշնամին գետի պես գա, Տիրոջ հոգին նրան կփախցնի։ Եսայի 59:19 խոսք։ Անկախ նրանից, թե ինչ է սատանան բերելու մեր դեմ, Աստծո զորությունը իր ժողովրդի մեջ միշտ ավելի մեծ կլինի, քան սատանայի հարձակումները։ Նրա օգնությունը գալիս է Սուրբ Հոգու պարգևի տեսքով, որը բնակվում է մեր մեջ և կատարում է Հոր կամքը մեր կյանքում։ Պողոսը շարունակ կրկնում է, որ մեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, մենք Տիրոջ բնակավայրն ենք երկրի վրա։ Իհարկե, մենք հաճախ ենք կրկնում այս ճշմարտությունը մեր երկրպագության և վկայությունների մեջ, սակայն մեզանից շատերը դեռ պարզապես չեն հասկանում այս ճշմարտության զորությունը։ Եթե մենք հասկանայինք այն և վստահեինք դրան, մենք երբեք այլևս չէինք զգա ոչ վախ, ոչ էլ անհանգստություն։ Նույնիսկ այսքան տարիների ծառայելուց հետո ես դեռ գայթակղվում եմ մտածել, որ պետք է ինչ-որ զգացմունք ունենամ Աստծուն լսելու համար։ Ոչ, Տերն ասում է. դուք կարիք չունեք ժամերով սպասել ինձ, ես բնակվում եմ ձեր մեջ, ես ներկա եմ ձեզ համար ցերեկ ու գիշեր, ես ձեր մշտական օգնականն եմ։